Հարգելի հեռուստադիտող, շարունակում ենք ուղիղ հեռարձակմամբ մեր աշխատանք այս պահին գտնվում են Վեհարանի բակում, որտեղ աշխատակիցները այս պահին փորձելու են ուժի գործադրմամբ գործողություն իրականացնել եւ տարածքից դուրս բերել Միքայել Սրբազանին, սակայն ինչպես տեսնում եք, հոգևոր դասը մեկ մարդու պես կանգնած է Սրբազանի կողքին։ Ածականները շատանում են, հասկանալով, որ չեն կարող գործողություն իրականացնել, քանի որ ամբողջ տարածքը Վեհարանի լեփլեցուն է հոգևորականներով։ Կապուտ վերնաշապիկով տղամարդը խմբի ղեկավարն է, այդպես ներկայացավ վեհապարտիրոջը։ Ալո։ Քիչ առաջ վեհապարտերը մոտեցավ հոգևորականներին, խնդրեց, որպեսզի անջրպետ պահել ածականների եւ իրենց միջև եւ չգնալ բախումների։ Ոստիկանությունն էլ իր հերթին։ Ինչու եք եկել։ Ինչ գործողություն եք իրականացնելու։ Ինչպես տեսնում եք, ոստիկանությունը զորք է ուղարկել Վեհարանի տարածք, քանի որ ԱԱԾ-ի աշխատակիցները սակավաթիվ են եւ չեն կարողանում գործողություն իրականացնել։ Ինչպես տեսնում եք, զանգի միջոցով խմբի ղեկավարը այստեղ է կանչել նաև ոստիկանությանը։ Ինչ նպատակով եք այստեղ։ Հարգարժան իրավապահներ, ինչ նպատակով եք այստեղ։ Ինչ նպատակով եք այստեղ։ Իրավիճակը գերլարված է Վեհարանի տարածքում։ Մի կողմից էլ նաև հաջակիցներն են, եկեղեցու հաջակիցներն են այստեղ։ Մյուս կողմում հոգևոր դասն է, այս կողմում իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները զինված, դիմակավորված ներխուժել են Վեհարանի տարածք։ Saldırıçları. Ha, laf
Պետք է կոնկրետ գնահատական տանք, եթե մեր գործողությունները իրանց հիմքում ինչ տրամաբանության վրա են հիմնված լինել։ Հետևաբար են բոլոր տեսակի գնահատականները, որ տալիս ենք, իրանց տղաների դեմքերը փակ լինելու հետ կապված, սրբությունների նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի նկատմամբ եւ այլն, սրանք բավարար հիմնավորումներ չեն։ Ուրեմն եթե մենք որևէ գործողություն պիտի կատարենք, համակարգված պիտի կատարենք։ Պետք է մի ուղղությամբ գնան մեր գործողությունները, զգացմունքային գնահատականներ չպիտի տրվեն։ Հետևաբար իրենց որոշումներից կախված մենք հասկանանք, թե իրենք ինչ որոշում են կայացնում, ըստ այդմ ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը պետք է ընտրենք եւ իրենց գործողությունների նկատմամբ խելամիտ կշռադատված համակարգած վերաբերմունք պիտի ցույց տանք։ Եթե Միքայել Սրբազանը պիտի իրենց հետ գնա, ուրեմն դա պետք է լինի մեր որոշումը եւ այդ որոշումը պետք է արդարության սկզբունքից բխի։ Իսկ եթե Սրբազանը չպիտի գնա, նորից պետք է բխի արդարության, իրավունքի եւ արժանապատվության սկզբունքից։ Բացատրել են ինչու են եկել Միքայել Սրբազանի հետևից։ Ես հետևյալը ասեմ, ես կարծում եմ, այս պահին գնահատականներ տալու խնդիր հարց չունենք մենք, այդպիսի իրավիճակի առջև կանգնած չենք, հավանաբար բացատրություններ տրվել են, բայց վերջնական իրենք հասկանանք վերջնական ինչպիսի որոշում են կայացնում, որպեսզի ըստ այդմ մենք հասկանանք որպես եկեղեցու հավատացյալ ժողովուրդ, որպես հոգևորականներ մենք ինչպեսի կեցված ենք ցուցաբերում իրենց ոչ իրավական գործողություններին։ Հիմա այս պահին Սրբազանի հետևից են եկել, թե նաև ուզում են խոզարկություն իրականացնել Վեհարանում։ Ես չեմ կարող ասել։ Իրավիճակը Վեհարանի բակում գերլարված է։ Իրավապահները ուժեր են կենտրոնացնում, որպեսզի կարողանան ուժի գործադրմամբ գործողություն իրականացնել Վեհարանի տարածքում։ Միքայել Սրբազանը այս պահին այստեղ է, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սրբազանի նկատմամբ մեղադրանքի առաջադրվել եւ առավոտից իրավապահ մարմինները մայրաթոռ են եկել, որպեսզի ձերբակալեն Սրբազանին, սակայն հոգևոր դասը թույլ չի տալիս, իրավիճակը լարվում է, ինչպես տեսնում եք ոստիկանության աշխատակիցներն են այս պահին գործողություն իրականացնում։ Ոնց եք համարձակվում, ոնց եք համարձակվում։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները քաշքշում են հոգևորականներին։ Ոնց եք համարձակվում։ Մենք բոլորս ներմնող ենք դեպի հավիտենական Չեք ամաչում, հարց եմ տալիս, չեք ամաչում։
Ժողովուրդ մի րոպե։ Շարունակում ենք աշխուժ ոստիկանության աշխատակիցների եւ հոգեվորականների միջև իրավապահները փորձում են քաշքշելով Վեհարանի տարածքից ուժի գործադրման դուրս բերել Միքայել Սրբազանին Ասել են կոմիստը։ Են գլխավոր Իչեք հարված հոգեվորականների Իչեք հոգեվորականների հարվածը պահեք Այսեց բան Իրենք սարանում են հետ Իրավիճակը շարունակում է գերլարված մնալ Թիկունքում հատուկ ջոկատայիններն են զինված մյուս կողմում ոստիկանության աշխատակիցներն են ովքեր քիչ առաջ հրմշտոց սկսեցին հոգեվորականների հետ Ինչպես տեսնում եք ԱԾԱ-ականները նույնիսկ ամաչում են տեսախցիկներից հոգեվորականների եւ այստեղ այն Ինչպես տեսնում եք, քաղաքացիներն էլ են Վեհարանի տարածքում ի պաշտպանություն եկեղեցու կանգնած են այստեղ նաև աշխատակիցները
Արի։ Դուք սեր եք, հոգևորական երբ որ կա աշխարհականը բերանը պետք է փակի։ Լուր։ Լուր։ Այսինքն արի էստե։ Նա ինչ լսեն։ Միքայել Սրբազանը դուրս եկավ։ Հետ գնացի։ Միքայել Սրբազանը վեհափառ Հայրապետի հետ այս պահին բակում է։ Ըստ երևույթին ցանկանում է գնալ իրավապահների հետ, սակայն հոգևոր դաս ցույց չի տալիս։ Մի րոպե դուրս գամ։ Արձան ես։ Մի րոպե ասնեմ։ Վա, մտնայք չանում։ Բայց դե մեկ փագաստը Յա։ Հանգիստ այցես։ Հետո գնամ։ Ով եք թող, չի կարելի։ Գնացեք։ Տիկինը մամատա։ Ջո, չի կարելի։ Հա։ Ինչ աղել։ Հանգիստ դուք հիմա վիրավորում եք անհարկի տեղը, չի կարելի։ Հետ անցի։ Չի կարելի, գնացեք։ Ինձ հարամ հատկանում Հետ անցի կողորը։ Всё, լավ, հանգիստ։ Հիմնական սպառնալիքը կառավարությունն է։ Ես ես երկրի սպառնալիքը չեմ լինում։ Բայց այն մարդիկ, որոնք այդ կելագարի կամպուսադարում են եկել են, սպառնում են բռնության, ես գնում եմ ներսել և հոգևորական հետևել։ Ինչ է սպառնում։ Կարող է ձեր հետևից Կներեք էլի անցնի ժողովուրդը։ Վեհապարտեր կարող է հաջորդը ձեր հետևից կան։ Կարող է հաջորդել այս ճանապարհով ձեր հետևից։ Ժողովուրդ, ճանապարհ։ Ժողովուրդը հետ քայլեք։ Մի երեք, գնում եք, մի երեք։ Հետևես մարդ կա, մի երեք։
մի րոպե։ Այս պահին Միքայել Սրբազանը ինքնակամ դուրս է գալիս վեհարանի տարածքից, որպեսզի բախումներ չլինեն։ Եվ մի տանիրս մեզի գործություն, այդ բրկերս մեզի չարեն, զիրկոյան, կայություն, և զորություն, և բան, հավիգանս, ամեն, որ երկինս ես, նկարես եղիցին կամքո, որ մեզ երկինս ներեքի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, սրտատիս մեզ, որ մեզ և մենք տողում մերոց մարտապանած, մենք մեր սրբազանին չենք տալիս, մենք մեր սրբազանին չենք տալիս, ող մեր սպոխստեն ես հա, չբացեք, վեհապար չենք տալիս, վեհապար մենք մեր սրբազանին չենք տալիս, Վեհապար տերն այս պահին որպես դարպասի մոտ կանգնած քաղաքացիները բացին են Միքայել Աճապահյանի որպեսի Միքայել Աճապահյանի մենք կգանք ձեզ հետ, բայց ձեզ չեք տա Վեհապար, և խնդրամ, հնչեցեք այս զանգերը ում է հնչեցեք այս զանգերը Ես հարց եմ տալի, դուք պատրաստեք կանայք Լսեք Շնչեք, խորը շնչեք, գլուխներ բացացրեք ու շնչեք, գլուխը բարձր ու շնչեք Չենք տալու, վեհապար Խնդրում ենք ձեզ, մեր զանգերը հնչեցրեք, այլապես կլինի խաղ մի զուր նորից
Իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Այս պահին քաղաքացիները Մեհարանի ներսում հայտ են պահել դարպասները, սակայն վեհապարտերը հիմա նրանց համոզում է, որպեսզի այն բացեն։ Նպատակն այն է, որ Միքայել Աճապահյանը Չենք բացելու։ Մեհարանի տարածքից իրավապահների հետ գնան։ Թող մեզ տնօրեն տանեն։ Թող մեզ տնօրեն տանեն, չենք բացելու։ Քաշքշոց իրավապահները Այս անգերը հնչացեք, էլի չենք Ջուր բերեք, ջուր։ քաշքշելով փորձում էին Միքայել Աճապահյանին եւ որպեսզի բախումներ չլինի, Աճապահյանը համաձայնվեց ինքնակամ դուրս գալ, ինչպես տեսնում եք այս աշխատակիցները դիմակավորված դիմակավորված այս աշխատակիցներ կան այստեղ, նրանք պարտադրում են, որպեսզի Սրբազանը դուրս գա եկեղեցու տարածքից, Վեհարանի տարածքից։ Խնդրում եմ ձեզ, տեղ թողեք կանգնել։ Ինչպես։ Մնացեք ձեր տահին։ Մի գոռա, մի րոպե։ Մի րոպե, էլի մի րոպե։ Դուք հաստատ Հասկացա։ Թողեք մենք ենք։ Գուցե եւ սիրում եք։ Գուցե եւ սիրում եք։ Այսքան չի կարելի հանդուրժել։ Եկեղեցին մերն է, հասկացեք, ինչպես նաև վեհապարն է մերը, ինչպես նաև Սրբազանն է մերը։ Չեցրեք։ Մենք պահանջում ենք եկեղեցու adekvat պատասխան։ Adekvat պատասխանը պետք է զանգերը հնչեն։ People հետ գնացեք, էլի բա։ Մեկից բացեցի։ Մի վրտեք, մի վրտեք։ Երրոն է սաստվե գնացել։ Կանապետ Կարեն Հակոբյանն է այստեղ։ Մի հրեք։ Չնայած ամոթ ունենակ ստեղ չեք լինի։ Ժորժյան, պահեք, Պահեք դուրխի բացեք։ Ինչու եք բացեք, բացեք ներսից կարմասները։ Դա Հոգևորականների մի մասը չեն տալիս, որպեսզի Միքայել Սրբազանը դուրս գա Վեհարանի տարածքից, իրավապահները նրան եկել են ձերբակալելու։ Մասկետ քաշի հանի մասկետ հանի արա անի մասկետ դիմակը թանի տապանք անի դիմակը տեսնեք հայեսն է չէ անի դիմակը թանի դիմակը թանի անի դիմակը Սրբազան մի գնա։ Սրբազան մի գնա։ Ay davacanı müşteri. Ay davacanı müşteri. Olmazsa davacanı Չբացեք մուտքը։
Վրանյողներին չեք նկարում, մի Հանց աշխատակիցները չեն կարողանում դուրս բերել Միքայել Սրբազանի վեհարանի տարածքից, քանի որ հոգևոր դասը կանգնած է ճանապարհի ինչպես նաև հավատալի Ահա թե ով է այս պահին եկեղեցու դարպասները բացում